Գագիկ Ծառուկյանը երբևէ չի էլ հայտարարել, որ առաջադրելու է իր տեխնացությունը նախագահական ընտրություններում, հետևաբար չէր էլ կարող հայտարարել, թե փոշմանել է։ Այս մասին այսօր Ազատություն ռադիոկայանին փոխանցեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետ Ատոնոյանը։ Նշենք սակայն, որ տեղեկություններ կան այն մասին, թե ԲՀԿ ղեկավարն արդեն իսկ վերջնական որոշում է կայացրել եւ չի առաջադրելու իր տեխնացությունը փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում։ Թերևս այդ մասին առաջիկայում պաշտոնական բացատրություն կտրվի։ Սակայն Գագիկ Ծառուկյանի խոսնակը նշում է, որ այդ ամենը լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված վարկածներ են։ Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչն է ետ պահում ԲՀԿ ղեկավարին վերջ դնելու այդ անորոշությանը, խոսնակն ասաց, թե պարզապես պետք է լինի կուսակցության քաղխորհրդի նիստ, որին եւ կհետեւի Ծառուկյանի հայտարարությունը, թե կոնկրետ երբ պարզ չէ։ Իվետ Ատոնոյանի փոխանցմամբ առաջիկա 2 օրերի ընթացքում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նույնպես նշեց, թե շատ շուտով իրենք պաշտոնական տեղեկատվություն կտարածեն, խորհուրդ տալով մի փոքր էլ սպասել։ Իսկ ո՞րն է պատճառը, որ այսքան ձգում է պարոն Ծառուկյանը եւ հանրությանն այդպես էլ տեղյակ չի պահում իր որոշման մասին։ Ինչու վերջ չի դնում այս անորոշությանը։ Հանրության վրա հղումներ չանենք, որովհետեւ կա շատ պարզ տրամաբանական հարց։ Իսկ ինչն է պարտադրում այս պահին ոչ թե այլ պահի խոսել այս կամ այն թեմայի շուրջ։ Արժևում նախագահական ընտրություններն են զուտ այդ առումով։ Արժևում նախագահական ընտրությունների համար սահմանված կան ժամկետներ։ Իր հիմնական մրցակից հանրապետական թեկնածու Ռոբերտ Սարգսյանից ավելի քան 15,000 ձայն պակաս ստացած Ստյոպա Սաֆարյանը դիմելու է սահմանադրական դատարան։ Ժառանգության թեկնածուն մայրաքաղաքի թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին անցկացված падգամավորի լրացուցիչ ընտրությունները պետականորեն կազմակերպած խայտառակություն է որակում։ Ասում է, վարչական ապարատն ու թաղային հեղինակությունները ընտրողին պարտադրեցին իրենց թեկնածուին։ Ինչպես Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սաֆարյանը, սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում շեշտադրելու է այն խախտումները, որոնք թեկնածուի բնորոշմամբ զանգվածային են եղել եւ ազդել են ընտրողի կամարտահայտության վրա։ Խոսքը վերաբերվում է վարչական ռեսուրսները բացահայտ ուղղակի իշխանության թեկնածուի օգտին օգտագործելու, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ հասարակական քաղաքական վերահսկողությունը միտումնավոր եւ գիտակցված սահմանափակելու։ Թիվ 1-ում հաղթած Ռոբերտ Սարգսյանի ընտրական շտաբի ղեկավար Գագիկ Մելիքյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Սաֆարյանի այն որակմանը, թե խայտառակ ընտրություն է անցկացվել, ասաց ինքը չի համարում, որ խայտառակ էր, ընտրական օրենսգրքի շրջանակներում էր բարձր արդյունքներով։ Ստյոպա Սաֆարյանի բնորոշումների մասին էլ ասաց, մեջբերում եմ, նման խայտառակ պարտությունից հետո ջրի երեսին մնալու փորձ է։ Հիշեցնեմ, ընտրատարածքային հանձնաժողովը թիվ 1-ում անցկացված ընտրությունները որակեց ազատ, արդար, թափանցիկ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության ավարտից հետո Ստյոպա Սաֆարյանից ընտրական հանձնաժողովում նրա լիազոր ներկայացուցիչներից որևէ դիմում բողոք չստացավ։ Ասեմ, որ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ մինչև այս ընտրությունները քաղաքական դաշտում անհայտ Ռոբերտ Սարգսյանը արդեն ստացել է падգամավորական իր մանդատը։ Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, սահմանադրական դատարանից 1% հույս ունի, բայց անհրաժեշտ է համարում, որ նախագահական ընտրություններից առաջ դատարանը վերաբերմունք արտահայտի վերջին ընտրություններում տեղ գտած խախտումների վերաբերյալ։ Այն ինչ տեղի ունեցավ թիվ 1 ընտրատարածքում, դա կրկնվելու է նաև նախագահական ընտրությունների ժամանակ։ Որքան էլ սահմանադրական դատարանից ունեմ 1%-ի հույս, 99%-ի հույս ունեմ Մասիրախների եվրոպական դատարանից, որին նույնպես դիմելու եմ այս նույն հիմքերով։ Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցողների թիվը խորհրդարանի ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում ընդգրկվածների թվի համեմատ կավելանա։ Այս համոզմունքը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, առայժմ ձեռնպահ մնալով կոնկրետ թվեր նշելու։ Ես կարծում եմ, այդ աճի միտումները, որոնք ընտրությունից ընտրություն նկատվել են եւ տարեստայ նկատվել են, կպահպանվի այդ միտումը, նաեւ այս 9 ամսվա կտրվածքով։ Այնպես որ չեմ կարծում, թե ռեգիստրում թվերը կնվազեն էապես։ Հիշեցնեմ, խորհրդարանի ընտրություններին ընդառաջ անձնագրային եւ վիզաների վարչության պետը հայտարարել էր, թե Հայաստանում կա 2,485,000-ից ավելի ընտրող, 2008 թվականի ընտրացուցակներում ընդգրկվածների համեմատ 360,000-ով ավելին, իսկ փետրվարի սկզբին ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր մարդահամարի նախնական տվյալները, համաձայն որոնց Հայաստանում բնակչության թիվը 2,870,000 է, եւ դեռ 9 ամիս առաջ կային
դժգոհություններ, որ պակասող բնակչության դեպքում ավելանում է ընտրողների թիվը։ Մայիսին կայացած խորհրդարանի ընտրություններից հետո էլ ըստ վիճակագրության Հայաստանից մեկնած եւ չվերադարձածների թիվը շարունակում է անշեղորեն աճել, բայց այս ամենով հանդերձ ձևավորվող ընտրացուցակներում ըստ անձնագրային եւ վիզաների վարչության պետի կավելանան հազարավոր նոր անուններ։ Ցուցակներում կամ ռեգիստրում տվյալների ամրագրումը պարավորված է հենց անձի կամքով։ Այսինքն թե անձը տեղյակ չի պահում իր գնալու մասին։ Մենք ինչպես կարող ենք անել։ Ռեգիստր վարելու ընտրացուցակներում այդ մարդկանց անունների ընդգրկման հետ կապված իրավիճակը փաստորեն մնում է նույնը, հա, ինչ որ մայիսի 6-ին է։ Որևէ բարելավում օրենսդրական առումով, իսկ ներքին հրահանգներ չեք։ Օրենսդրական որևէ հպատություն չի եղել։ Ներքին հրահանգները գիտեք ինչ ուղղությամբ են տրվել։ Շարունակել աշխատանքները, հնարավորինս շատ հասցեներ այցելել։ Իսկ ինչ նոր տվյալներ են ավելացել աշխատանքները շարունակելու հետևանքով։ Չմոռանանք, որ բազմաթիվ 18 տարի լրացած անձինք մտնում են ռեգիստր, դառնում են ընտրողներ, ձեռք բերելով ընտրական իրավունքներ։ Մի մոռացեք, որ բազմաթիվ մեծ քանակությամբ թվով մեր հայրենակիցները ձեռք են բերել քաղաքացիություն, հատկապես սիրիահայերը, վրացահայերը, նրանք նույնպես մտնում են ցուցակ, եթե Հայաստանում հաշվառման են կանգնում։ 2011 թվականին 7021 մարդ ձեռք բերել հայաստանյան քաղաքացիություն, խոսքերի վրացահայերի մասին է, իսկ 12 թվականին 6461 միջև այս պահը։ 2011 թվականին 2983 եւ 2012 թվականից միջև օրս ձեռք են բերել քաղաքացիություն 4465 սիրիայի քաղաքացիներ։ Անձնագրային եւ վիզաների վարչություն դիմաց սիրիահայերը մեծ հետ զրույցներում բացի ընտրելու իրավունքից վկայակոչեցին նաեւ մյուս քաղաքացիական իրավունքների ապահովման անհրաժեշտությունը։ Մենք քաղաքացի գտնենք, վստահ որ քաղաքացիական իրավունքները պիտի վայելենք, այդ բանով ենք եւ ոչ մեկ հասկանալ մեզ ասել որ չեն վայելել։ Դագարակ մենք հուսով ենք որ այդ խոստումները որ ուրիշներուն դրամատրված է կամ կբալահի, մեզ հավիտ դրամատրվի։ Ինչ խոստումների մասին եք ասում։ Այսինքն քաղաքացիական իրավունք, որ աշխատելու իրավունք եւ ապրելու իրավունք եւ ազատ ինչ-որ սահմանության մեջ մենք կգարտանք, որին դրամատրված է, վստահ եմ մեզ հավիտ դրամատրվի։ Մեծ զրուցակից սիրիահայերի ընտանիքը նշեց, որ նախ կկատարի իր ընտրությունը եւ ժամանակի ընթացքում կկողմնորոշվի մնալ Հայաստանում, թե գնալ իր նախընտրելի եվրոպական օրինապահ երկրներ։ Եղնիկներ, պեգասներ, պինգվիններ, հրեշտակներ, տնակներ, բահերով ձնեմարդեր ու տոնական պաստառներով շենքեր։ Այսպիսին է պատկերացնում մայրաքաղաքը Երևանի քաղաքապետարանը, ու այս ամենը ստանալու համար 20 միլիոն դրամ է նախատեսված Երևան քաղաքի բյուջեից։ Այս մասին այսօր տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։ Սակայն այսքան գումարը չի բավարարի քաղաքի ամբողջական ձևավորման համար։ Համենայն դեպս այնպիսի ձևավորման, ինչպիսին նախատեսել է քաղաքապետարանը, եւ այստեղ օգնության կհասնեն քաղաքապետարանի գործընկերները։ Մասնավոր կազմակերպությունների մասին է խոսքը, նրանք կարող են բարեգործական ինչ-որ ծրագրեր ունենալ, բայց այս անգամ ուղղել են իրենց գումարները նաև քաղաքի արտաքին ձևավորման համար։ Ես չեմ ուզում իվա վիճել, թե ինչքանով է լավ, որպեսզի քաղաքը ձևավորված լինի, թե ես զբոսաշրջային առումով ինչքան օգուտ կարող է տալ քաղաքին մեր գեղեցիկ ձևավորված մայրաքաղաքը։ Այնուամենայնիվ, մեր այն հարցին, թե որքանով են արդարացված այս ծախսերը, ապահովում են արդյոք դրանք անհրաժեշտ որակ, պարոն Բաղդասարյանն ասաց։ Բոլոր այն դեպքերում, որոնք այստեղ օգտագործվում են, պահպանվում են եւ նպատակահանության դեպքում օգտագործվում են նաեւ հաջորդ տարիների ձևավորման հետ կապված։ Իդեպ նույնքան գումար է ծախսվել նաև անցած տարի, սակայն այս տարվա թարմացումների մեջ դրանք դեռևս նկատելի չեն։ Ընտրվել է տարվա խորհրդանիշը, հայկական մանրանկարչության մեջ արկա փողը վեր բարձրացրած հրեշտակը։ Բոլոր վարչական շրջանները կձևավորվեն, չկենտրոնանալով միայն քաղաքի կենտրոնի վրա։ Քաղաքի տարբեր վայրերում կլինի 3D տոնական պրոյեկցիա, կօգտագործվեն ավելի քան 50,000 լուսադիոդային սարքեր, ծառեր, խաղալիքներ եւ այլ շքեղ պարագաներ։ Այն հարցին գույների կերպարների այս բազմազանությունը արդյոք քաոսային իրավիճակ չի ստեղծում քաղաքում։ Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բազմիցս նշում էին քաղաքապետարանի աշխատակիցները, սակայն ինչպես ասաց Գագա Ամատունին, այս ամեն աշխատանքները չեն կատարվում ճաշակով, կատարվում են մասնագիտական մոտեցմամբ, որովհետեւ դա համահունչ լինի, որովհետեւ դա դուրգա բոլորին։
Երևանը վերածել են մանկապարտեզի, այսպիսի կարծիք հայտնեց Սիդնեյի պետական պատկերասրահի համադրող արվեստաբան Վիգեն Գալստյանը մեզ հետ ունեցած զրույցում, ով շրջելով Երևանի փողոցներով չի հասկանում, թե ինչ տրամաբանությամբ են այս կենդանիները սփռվել քաղաքով մեկ։ Տրամաբանությունը կամ գաղափարախոսությունը, որ կա, դա մարդկանց մանկամիտ դարձնելն է, երբ որ դու զարդարում ես ամբողջ քաղաքը եղնիկներով եւ պեկասներով, թիթեռնիկներով եւ հսկական գումարներ ես դրա վրա ծախսում։ Լուիս Քարոլի հեքիաթների մեջ ոնց որ գտնվում են Ալիսան հրաշքների աշխարհում, մանատիպ միջավայրում ու իմ համար ճիշտ ասած մի քիչ սարսափելի է։ Ըստ արվեստաբանի մեր քաղաքում կա ընդգծված կոնտրաստ՝ մի կողմից քաղաքի կեղտը, մյուս կողմից եղնիկները։ Ուղղակի ես ուզում եմ, որպեսզի քաղաքապետարանից մարդիկ գան եւ այդ կոնտրաստը տեսնեն ու բացատրեն, ոնց կարելի է տրամաբանորեն բացատրել, երբ որ դու գումար ես ծախսում այդ եղնիկը դնելով եւ չես ծախսում աղբաման դնելով, որ գոնե քաղաքը մաքուր լինի։ Խոսելով տոնական ֆիգուրների որակական հատկանիշների մասին, արվեստաբանը նշեց. Ինձ թվում է մի ուժեղ քամի դեպքում դա ամեն ինչ վարի կգնա։ Ամենայն մակերեսային լուծումն է, որ կարելի է տալ քաղաքի ձևավորմանը, այսինքն շուտ, այսպես ասած, վրայից ինչ-որ մի բան քսենք, դնենք։ Օրեր առաջ ֆլամինգոներ էին հայտնվել քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում, սակայն դրանք ինչ-ինչ պատճառներով հանվեցին։ Սոցիալական ցանցերում քննարկումներին մասնակցող ակտիվ օգտատերերը պնդում են, թե դա հասարակական բացասական կարծիքի ճնշման արդյունքն է։ Գագա Ամատոնին ասում է, որ ինքն իր գլխով պատասխան է տալիս բոլոր ձևավորումների համար։ Անհրաժեշտության դեպքում դրանք տեղափոխվում են կամ ընդհանրապես հանվում։ Քաղաքի տոնական ձևավորման շուրջ կարծիքներ փորձեցինք լսել նաև շարքային քաղաքացիներից։ Ինչ խորհրդանիշ է դա, ինչի տարբերակը, որ լույսերը վառվի լավ կլինի։ Ոչ մի էֆեկտ չի տալիս, չգիտեմ, քաղաքին որևէ լավ տպավորություն չկա։ Ինչու ոչ, եթե երեխաներին դուր գա է։ Ձեզ։ Ես այնպես վառ գույներ եմ, ինչու ոչ։ Էլի շատ հավանում եք, շատ գեղեցիկ է։ Ահա։ Ճիշտն ասած Լոս Անջելեսին ավելի լավն է։ Երևանում ենք մենք ապրում, Երևանի ձնեմատ։ Լավ չէ։ Այդքան էլ չէ։ Ինչևէ, ինչպես հայտնում են քաղաքապետարանից, վերջնական պատկերը տոնական Երևանը կստանա դեկտեմբերի 20-ին, երբ վառվեն քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։ Իդեպ այն ունենալու է 32 մետր բարձրություն, սանիտարական էդման արդյունքից հավաքված 6000 ճյուղերից եւ ամբողջովին նոր լուսավորում։ Ու ինչպես ասաց գլխավոր դիզայներ Գագա Ամատոնին, միայն այդ ժամանակ կարելի կլինի ասել, վերածվել է արդյոք Երևանը հեքիաթի, թե ոչ։ Դա կլինի լավ, դա կլինի վատ, դուք կդատեք ինքներդ։ Այս տարի քաղաքում դա լինելու է բավականին չհամեմատվող մյուս տարիների հետ։ Հայաստանում արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի խոսքով գործարարությամբ զբաղվելը Հայաստանում ավելի դժվար է, քան տարածաշրջանի այլ երկրներում։ Նման հայտարարություն Տոլոսան արեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը։ Կարծում ենք գործարարների համար այստեղ գործարարությամբ զբաղվելը ավելի դժվար է աշխարհաքաղաքականության պատճառով, որ ամենակարևոր խնդիրն է։ Երկրորդ խնդիրն այն է, որ դեռևս դժվար է գործ ունենալ կառավարության հետ բազմաթիվ ուղղություններում։ Դժվար է կանխատեսել, թե հստակ որքան պետք է վճարել կառավարության նկատմամբ տարբեր պարտավորությունների համար եւ պետական պաշտոնյաներին։ Հնդոսը դուք ասում եք վճարել կառավարությանը, ի նկատի ունեք կոռուպցիոն ռիսկերը։ Այո։ ԱՄՆ մուտքի արտոնագրերի, այսինքն վիզայի դիմումի նոր ընթացակարգը կգործի դեկտեմբերի 17-ից։ Նոր ընթացակարգը թույլ կտա արագացնել ԱՄՆ ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմելու գործընթացը։ Վիզա ստանալու համար ներկայացված դիմումի հետ կապված գումարը վճարել հեռախոսով, առցանց կամ անձամբ այցելելով բանկ։ Բացի այդ, ըստ դրա, հեռախոսով կամ առցանց հնարավոր է խոսել մարդկանց հետ, որը ներկա համակարգը թույլ չէր տալիս։ Միացյալ Նահանգների հյուպատոս Ջորջ Լինը
նշեց, որ ԱՄՆ այս ընթացակարգին է անցնում ողջ աշխարհում։ Հյուպատոսի խոսքով այս պահի դրությամբ մինչև դեկտեմբերի 17-ը հարցազրույց անցնելու համար բոլոր օրերը զբաղված են։ Դեկտեմբերի 17-ից հետո հարցազրույցի պայմանավորվածություն հնարավոր կլինի անվճար, ձեռք բերել հեռախոսազանգով կամ առցանց։ Հարցին արդյոք նախատեսվում է մուտքի արտոնագրերի ստացման հեշտացված կարգի անցնել Հայաստանի քաղաքացիների համար, Հյուպատոսը պատասխանեց. Այս պահի դրությամբ որևէ նման ծրագրերի մասին ես դեռ տեղյակ չեմ։ We do have the visa waiver program that's been extended to a number of different countries. Մենք ունենք վիզաների շրջանցման ծրագիր, որը մի քանի երկրների համար առաջարկվում է։ At the moment, though, to the best of my knowledge, Armenia doesn't qualify for that system. Սակայն այս պահի դրությամբ Հայաստանը այդ համակարգում չի կարող ներառվել։ Վերջին մի քանի ամիսներին մուտքի արտոնագրեր ստանալու համար անցկացվող հարցազրույցները մոտ 25%-ով ավելացել են, նշեց Ջորջ Լինը։ Right now, we're interviewing approximately 70 Armenian applicants a day, 3 days a week. Այս պահի դրությամբ մենք հարցազրույցներ օրական 70 հոգի է անցնում եւ շաբաթվա ընթացքում 3 օր ենք մենք այդ հարցազրույցներն անցկացնում։ In reality, the number of Armenian applicants has gone up a little bit since last year, but not a great deal. Փաստացի դիմողների թիվը նախորդ տարվա համեմատ մի փոքր աճել է, բայց մեծ չի այդ տարբերությունը։ And looking over the statistics, there are actually a lot more applicants about 10 years ago than there are right now. Իսկ եթե ավելի լայն կտրվածքով նայենք վիճակագրությունը, 10 տարի առաջ դիմողները ավելի շատ էին, քան այսօր։ Հյուպատոսն անդրադարձավ նաև Green Card-ի միջոցով ԱՄՆ տեղափոխվող Հայաստանի քաղաքացիներին։ The DV lottery, the diversity visa lottery itself is only actually a small portion of the total number of immigrants who come into the United States. Եվ այդ Green Card-ի խաղարկությամբ Միացյալ Նահանգներ ներգաղթողները ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգներ ներգաղթողների շատ փոքր մասն են կազմում։ In reality, the total number of immigrants coming out of Armenia every year is fewer than 2,000. Եվ իրականում Հայաստանից ներգաղթողների թիվը Միացյալ Նահանգներ տարեկան 2000-ից պակաս է։ This would be out of approximately 1 million people who become green card holders every year in the United States. Եվ սա թերևս 1 միլիոն Միացյալ Նահանգներում ամեն տարի, ասենք 1 միլիոն մարդիկ Green Card են ստանում եւ այդքանից միայն 2000-ն են Հայաստանից։ Հետա կասեն ավանակապա։ Ոչ։ Շիկար յուրի բնակիչ եմ։ Թոշակառու եմ, ինչո՞վ եմ զբաղվում։ Լավ թոշակ են տալի տունը նստում եմ, հիմա գնում եմ փեդի։ Լավ թոշակ են տալիս գոհ է։ Օ, բավոց։ Հազիվ էշը կպահեմ։ Չիրուն գյուղ ունեք, բայց մեջը ապրող չկա։ Սա երիտասարդությունը գնացին արտադրություն, մնացել են մեծերը։ Մեծերն էլ հա օրը մեջ մեռնում են։ Քանի ընտանիք կա հիմա։ Էլի 52 ապրում եմ, որից 14-ը ծերեր են։ Միայնակ։ Գյուղը պիտի կանգու մնա, գյուղը։ Իսկ այս տարածքում հանք պիտի բացեն, գիտեք։ Հանք պիտի։ Այդ հանքերը կար, այդ ես գիտեմ։ Մեզան մեր թվարկությունից առաջ էլ կար։ Ֆրանսիացիներն են ստեղից հանք տանում, Սյունիքի սովխոզում ձուլում էին, ձուլայան կան դեպի։ Եթե այդ հանքը բացվի, ստեղ էկոլոգիա մնացվի, առաջի հերթին լավն է չբացվի։ Ուզած չուզած ենամ երկու մարդ է ապրում ես գյուղում, եթե դրանց գլուխն էլ ուտեն, էլ ոչինչ չի մնա։ Հենց հանքի վարի չկմնա մեկ էլի է բաղոները։ Ես մասնագետ մարդ եմ, 32 տարի սովխոզում հաշվապահ տնտեսագետ եմ աշխատել։ Իսկ հիմա ինչ եք անում։ Ինչ եմ անում, սարապ, ինչ եմ անում։ Էսա, թե էշով կարամ գնամ մի քիչ փեդ բարձեմ բերեմ, փեդի հարցնել է շատ դժվար։ Թացը չեն թողնում կտրենք, չորն շատ հեռու է։ Մի մասը արգելոցի տարածքն է, որն արգելում է մուտքը, մի մասն էլ հայ անտառն է, էդ էլ ամեն մի թփիտա կարող մի անտառապար լինի։ Հիմի թուրք կտա գնամ։ Հա։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Ադայություն եմ ցանկանում։ Բալա, յանք ոչքո։ Եկել գնացել եմ, եկել ենք դրի։
70-ների տարեկան մարդը ինձանային չեմ բալա։